Որ չխոսեմ սիրտս կպայթի հաստատ, արդեն մի քանի ժամ է տեղս չեմ գտնում, որոշեցի միանալ ձեզ, գոնե այսպես սիրտս կդատարկեմ ժողովուրդ ջան, ահա որ վատ վիճակի մեջ եմ, շատ տխուր եմ, արդեն քանի ժամ է լացում եմ, ուրեմն անցած տեսանյութում ասեցի չէ, որ վաղը ծննդյանս օրն է, 24-ն է փետրվարի լինելու, և որոշել էի տանը նշեի, մի քանի գնումներ էի արել, 3 էլ գնումներ արեցինք, հենց տոնական, այդպես պատրաստվում էի, այսօր էլ գնացինք խանութ, պակաս պրատբաները գնելու ու խանութում արդեն 11 անցկես էր կամ 12-ից քանից պակաս, այդ գուժ լուրը իմանում եմ, ինչ գուժ լուր, ժողովուրդ ջան, այստեղ իմ Օտարամայի ճամփեքի ընկերուհիս 10 տարի ճանաչած, իմ ամենամոտիկ ընկերուհին այսօր մեզ հրաժեշտ տվեց։ Ահա որ ինձ համար ծանր վիճակ է, քանի որ միշտ մտերիմ ենք եղել, կապ չունի։ Ես երևի մի քանի անգամ ասած կլինեմ իմ տեսանյութերում, ինքը Թբիլիսի հայերից էր, այստեղ 10 տարի իրար ճանաչել ենք, արդեն 11-րդն էր գալիս։ Միշտ իրար հետ, նույնիսկ դպրոցում ենք, նույն դասանում եղել ինքը, իր ամուսինը, ընտանիքներով մտերիմ էինք, հենց այս պահին էլ Կարենը գնացել է ամուսնու մոտ։ Չգիտեմ ոնց ասեմ, յուրահատուկ մարդ էր, տարբերվող, չար չէր, նախանձ չէր, որ հատուկ ահիմիկվա մարդկանց, ուրախանում էր իմ փոքրիկ ձեռքբերումներով, թեկուզ, մեծ ձեռքբերումներով, միշտ ցենց գովասանքով էր խոսում, անընդհատ զանգում էի, անընդհատ սիստեմատիկ զանգում էի, մեկ ասում, միշտ կամ որ տեսնում է, սիրուն աղջիկ, միշտ այնց է ասում, սիրուն աղջիկ, ոնց է, Սիրանը թողած ինձ էր հարցնում, ուրախանում էր, որ ես ֆրանսերենը սովորում եմ, քննություններ եմ տալուս, թեկուզ այս վիդեոները, որ անում էի Կարենը համաձայն չէր, դե էլի չի ասում էր, ոչինչ դու մի նայ, դու արա, դա էլ մեծ բան ա, գիտես ասում էր, ամեն մարդ խոտ չի կարա տենց բաներ անի, միշտ ուժ էր տալիս, 10 տարի մարդու հետ մոտիկ կլնես, իդեպ սրանից քանի տարի առաջ 21 թիվներ, դե ինքը կան լեզուն չգիտեր, իրան երբեմն որ իր երեխեքը զբաղված էին խիստ ելնում, ես տանում էի բժշկի, խնդիրներ ուներ տարբեր էլի, տանում էի բժշկի, միշտ ուղեկցում էի, բանս հենց շնորհակալ էր ելնում, մի ձևով անպայման ուզում էր բան արած լինի, ծնունդներ կլներ, տներ կլներ, առիթներ կլներ, երբեք չէր մոռանում, նույնիսկ հիմա որ տենց հիվանդ էր, ոչ մի անգամ ժողովուրդ հավատացեք, իսկական ընկերություն էր, որ չխոսեմ սիրտս կպայթի ամեն լավա, որ Կարենն է տանը չի, ասում էի, բան վաղը կարող է, այսօր պտի զանգեի իրա դիալեզի օրներ, շաբաթվա մեջ 3 անգամ ստանում էր, ոնց որ չստացվող օրերն էի զանգում, եթե չէ շաբաթ օրերը հաստատ զանգում էի, խոսում էինք տարբեր, վերջի անգամ որ խոսեցինք, ձայնը մի տեսակ պայծառ էր գալիս, միշտ ասենք որ խեղդվում էր հերոսով էր, ասում եմ Գայ ջան ոնց որ ձայնդ լավ ա, բան էլի ուրախացավ, ասում եմ քեզանից շատ շնորհակալ եմ, ասում որ ոչ մի անգամ չես մոռանում ինձ, միշտ հիշում ես, միշտ զանգում ես, ասում եմ բա այլ ուրիշ կերպ, ոնց պիտի լինի, ոնց կարամ չզանգեմ, էլի շուշուտ, ոնց որ այն ժամանակ էր, ուղղակի տարբեր յանքի մեզ էին գալի, մենք գնում էինք, բայց հիմա էլ ինքը չէր կարողանում գար, մենք էինք միշտ գնում, նոր տարուն էր, որ Կարենի ծնունդն էր, ամուսնուն էր ուղարկել, ասում եմ էլի, եթե ինքը անգամ չգար, մեկի կտեսներ նվերս ուղարկեց, միշտ ցենց հավեսով, հումորով, ազնիվ, շատ կարևոր է ազնիվ մարդ ու ընկեր ունենալը, այնքան դրական մարդեր չեք պատկերացնի, այնքան էր գովում մեզ, որ աղջիկը եղել, այր աղջիկը, քանի անգամ ասում եմ, մամա ես ընկերուներին հրավիրում եմ,
Մամաս ձեզանից շատ գոհ ձեր ուշադրությունից։ Այս անգամ էլ ծնունդին սեպտեմբերին ճիշտ տրամադրություն չունեի աղբերս, գիտեք ինչ վիճակ էր, գնացի Հայաստան հետ եկա, սեպտեմբերի 5-ին իր ծնունդն էլի ռեստորան հրավիրեցին, ես էի գնացել, մոտիկ էլ ընկերներ ունենք, որ միշտ քեֆերի բանի ժամանակ ակտիվ մասնակցում էին, արդեն որերորդ տարին չեն մասնակցում ու ինքը դրանից վիրավորվում էր, որ անգամ իրան է չեն զանգում, էլի իրոք, որ սենց նայում եմ, ասում եմ, կյանք ինչքան փուջ բան է, էլի հենց այս թեմայով պիտի տեսանյութ անեի, բայց արդեն կխառնվի սրան, որ մարդիկ լավությունը մարդկանց շուտ են մոռանում, մարդիկ պահի, երբ օգուտ ունեն քեզանից, այդ պահին են քեզ հիշում, ընկերություն այդ ժամանակ են անում, նեղ պահիդ ոչ ոք չի գալիս, մեծամասնությունը մարդկանց այդպիսին է, մեծամասնությունը, ու ես դրա համար եմ ասում, լավ էր, որ Գայան է անունը, Գայանե ինման այդպես ազնիվ, լավ, նվիրված, բարի, կամեցող, տեսանյութերս էր նայում, նոր տարուց առաջ, որ այնտեղ էի, իրենց տուն էի գնացել, ինչ-որ նոր պլանշետ էին արել, ինձ կորցրել էր YouTube-ում ու անդադ դժգոհում էր, ասում էր, չեմ կարողանում քեզ գտնեմ, որտեղ, դու վլոգներ չես անում, դե վլոգ չեր անում, ասում էր, էլ չես նկարում, չեմ կարում, ժողովուրդ ջան, ես ընդհանրապես կորուստների շատ ծանր եմ տանում, ինձանից մի մասնիկ գնաց, ինքան լավ ընտանիքի մայր, իրոք ընտանիքը իրա յուրահատուկ, դա սիրակ պատճապված, վերջը իր աղջիկը դες հրավիրվել է քանի անգամ, ոնց որ հատուկ էլի պատիվ ա տալի իր մամայի ընկերուներին, ինչպես ենք ծանոթացել իրանց հետ, երևի շատ էիդ կհետաքրքրի, իրանք իրանց թորնիկներին միշտ անում էին լողի սպորտի, դե Կարենն էլ ասել եմ ձեզ քաղաքապետանի այդ սպորտ կոմպլեքսում աշխատում, այդտեղ տեսնում ա, որ զգում ա հայերի են, թե վերջը ոնց անում, մոտ են մանդեղ երևի է կարծեմ ասում են մեր մոտ էլ հայ կա, ու ցույց են տալիս Կարենին, Կարենի հետ խոսում ա, բան այդձև խոսք անում, ես էլ նոր եմ եկել 15 թիվներ, հեռուտեղ նոր ֆրանսերենի դասերի եմ գնում, ոնց անում իրանք խոսում են, որ քաղաքի կենտրոնում կա, մենք ընդեղ ենք դասի գնում, ու այդձև մեր առաջի հանդիպումը դեկտեմբերի 1-ին ա եղել, 2015 թվականի պայմանավորվել էինք, որ միասին իրանք ինձ տանեն այդ դպրոցը, էլի մտանք դպրոց, ընդեղ ասեց, վերջ չէր, այդ ձև ու նույն դասանից էինք, հետո դե որ ես առաջադիմեցի, ինձ շատ արագ առաջադիմեցի դասանս, որ ասում եմ մի քանի դասան դրցրեցին, բարձր խումբ դրեցին, ու բայց ընդմիջումներին միշտ իրար հետ էինք, անընդհատ կատակում էինք, ծիծաղում էինք, հիմա տեսանյութ ունեմ այդ հատվածից, եթե կարողանամ այդ տեսանյութ անեմ, կտեղադրեմ, կնայեք ժողովուրդ ջան, շատ ուրախ, զվարթ, ինքը այդքան հավեսով, չգիտեմ, էլի ոնց բացատրեմ, էլի ծանր եմ տանում, շատ վատ է ինձ համար, ասում եմ հլը տեսեք էլի ինչ նվեր արեց ինքը իմ ծննդյան օրը, բայ Գայան ջան, եթե ինքը չէր էր կարի նվեր էր անպայման ուղարկում, հիմա էլ ես նվերն արեց, որ կյանքից հետ չեմ մոռանա, չգիտեմ ոնց կանցնի օրս, շատ վատ է, դեստեղի ձևերը բաները, չգիտեմ, կճշտեմ հեսա կապի մեջ կլնեմ, չնած Կարենը, որ ընդեղ արդեն տվյալներով կգա, երև վաղը պանիխի դա կանեն էլի, մի խոսքով, պահպանեք ձեզ, տեսեք ինչքան վատ է, որ լավ մարդ են լինում, լավ մարդու կորուստը ոնց ես ծանր տանում, լավ մարդու կորուստ, ամեն անգամ իրար հետ է եղել, 21 թիվներ, եթե չեմ սխալվում, հա կովիդից հետո էր, թե կովիդից առաջ էր կարծեմ, չէ 21 թվից առաջ էր, կովիդի համար, որ պատվաստում էինք 20 թվին, կարող 21 վերջը, բիմակներով էինք,
Այնպես ստացվեց, որ հանդիպման էինք հենց բժշկի մոտ ու հարմար չէր եղել, որ իր երեխեքից մեկը գար ամառ էր։ Գնացինք, ես տարա իրան բժշկի, որ դե լեզուն այդքան չէր հասկանում, համել ենք երակցելու, եթե անգամ է հասկանում էր, էլի ասում եմ, մենք մոտիկ ենք, շատ ենք, էլի տարբերվել է, էլի մեր մտերմությունը բոլորից։ Այդպես գնացինք բժշկը ստուգեց, բանայից հիմա մտել ենք արդեն բժշկի կաբինետում ենք, պետք է ասի։ Ու այս բժիշկը ինձ բացատրում է, որ իր մոտ անտերից է հայտնաբերվել, դե ես արդեն քարացել եմ, չգիտեմ ինչ ասեմ, դիմակի դրած պահից աշկերիս արտահայտությունը պատկերացրու իր ձևով է, ու բժիշկը ինձ ասում է, դե իրան ասա, որ ինչ աստեղ ասում են, էլի։ Ու մնացել եմ մոլորված, ասեմ, չասեմ, ինչ ասում եմ, հա, կասեմ, հեսա որ դուրս գանք, կասեմ, էլի, կասեմ, չի ասում, ասա, որ ինք իմանա, միգուցե ինձ հարց ունենա, ես կարևոր, արդեն իր հետ բան եմ անելու։ Ու տենց, որ ասեցի ինքը երեխեք ունի, էլի, թող, ասենք, իրան զանգեք, ասեք, մի խոսքով, մանրակրկիտ չեմ հիշում եմ, որ տղայի համարը տվեցինք, ինքը անմիջապես զանգեց, ու պնդում է, որ իրան ասա, հիմա գայանն էլ սենց նայում է ինձ, ասա, ինչ ասա, էդ ինչ ասես, որ դու տենց եղար, այլայլվել եմ, էլի, սենց չգիտեմ, ինչ, ասա, ինչ ասե, Շոր ջան, իմ կյանքի ամենավատ որոշումներից մեկն էլ դա էր, որ ես իրան ասեցի, որ իր մոտ ինչ է հայտնաբերվել։ Դե ասեցի ու զգում եմ, որ իմ ասածն էլ բան չէր, ես բժիշկը իրան արդեն իր հետ է ասում, դե հիմա այս հարցրու գայանը պատասխանում իրան եմ ասում, որ տեղյակ է, էլ ինքը ինչա։ Ու սենց դուրս եկանք այդ կաբինետից, մի քիչ կարճահասակ էր, թևս մտած, միջանցքում ես էլ չեմ կարում քայլեմ, հազիվ եմ քայլեմ, ինձ ուժեղ եմ պահում, Կարենի մեքենայով էին գնացել, հետո ինքը պատմում ասում է, ոտերս առաջ չէին գնում, այս այդ քո ասելուց հետո շատ վատ զգացի, բայց ցույց չէի տալիս ու ես իրան ասում եմ, Գայան ջան, դե սա Ֆրանսիան է, դու բաս, չգիտեմ էլի ինչ բան մտքով ցանցում էր, հետո ինքս ինձ դատապարտում է, ասում է, իզուր ասեցի, ինչի ես ասեցի, բայց հետո էլ իմացա, որ եթե ռանդևու են վերցրել, ուրեմն կասկածելի բաներ կար, մի խոսքով էլի իր հետ տարապել եմ այս քանի տարիները, շատ, հիշում եմ, որ տարանք Փարիզ օդանավական պիտի Թբիլիսի թռչեին, էլի հարմար չէր, էլի դեստեղ, որ աշխատանք են լինում, որ կա, որ չես կարող դուրս գալ, մի խոսքով հետո, որ մտերիմ հարազատ մարդիկ ես ունենում, խնդիր չի, մենք մի ընտանիքի պես լավ հարազատներ էինք, մենք տարանք էլի ես ու Կարենը, այդպես թևը բռնած հազիվ էր քայլում այդ տարին, դա երևի հենց 21 թիվն էր, կամ, հա, էլի 21 թիվն էր, ու ինքը, այդտեղ, որ ես տեսա ինքը նույնիսկ արդեն դժվար է քայլում, ընդեղ խոսացի, որ իրեն սայլակով տանեն ինքնաթիռ նստացնեն, ընդեղ նայեն Վրաստանում բան անեն, իրենք ընդեղ կապի մեջ մնան, որ ընդեղ էլ կան դիմավորեն, մի խոսքով այսպես լավ տեղին ճանապարհ դրեցի, ուրախացել էր կատակ էր անում, ասում չէ, դու լավ ես ճանապարհ դրում, այսքան տարի իմ երեխեքը տանում են, ոչ մեկ ես պաշտոնական է, համասայլակով էլ է ձև չէր տանում, ամեն անգամ մի բան էլի սենց ես էլ դե իմ ձևով միշտ կատակ էի անում, ինքն էլ լավ հումորով էր, ջղայնացած ժամանակ է ջղայնացած, որ խոսում էի, որ ջղայնանում էի վրեին կամ ինքը ինձ, որ բաներ ասում, ասում էի Գան ջան, խոտ չես նեղանում, դե գիտես, որ ես ուղիղ եմ խոսում, էլի հանկարծ որ նեղանաս ինձ կասես, որ կոպիտ մի բան ասեմ, ճիշտ բաներ էլի, որ ասեմ դե մարդկանց ճիշտ բաները դուրս չի գալիս, ասում ես չէ ասա, դու ճիշտ բաներ ես ասում, ես քեզ հենց տենց է սիրում եմ, սիրուն աղջիկ, միշտ է տեր ասում, սիրուն աղջիկ, հիանում եմ քեզանով, հպարտանում եմ, միշտ սենց դրական, միշտ սենց, մի խոսքով ժողովուրդ ջան, այս ծանր օրով ես միացած ես հետ, որովհետև ես գիտեմ, որ դուք ինձ կհասկանայիք, հիմա կասեք հարազատը չի, բայց ինչեր ես ասում, մեր տրամադրությունը գցում ես հարազատից ավելի հարազատ է,
Երբեմն հարազատները քեզ համար օտար են դառնում, իսկ օտարները դառնում են հարազատ։ Հետո այն մարդը, որ քեզ հետ ընդհանուր տեղեկացված է, քեզ հետ է քայլում, քո ցավով է տառապում, քո ուրախությունով է ուրախանում, քեզ հարազատ է, քեզ չի դավաճանում, ձևական չէ, որ ես պայթում եմ, ցուցադրական չէ։ Այ հենց այդ ձևի մի հատ լավ հարազատ մարդու կորցրեցի։ Դժվար է օտար հողում ընկերությունը գտնել լավ մարդկանց, շատ դժվար է, հատկապես իմ տարիքում, բայց ես գտել էի ու կորցրեցի։ Շատ վատ եմ ժողովուրդ ջան, պատկերացրեք, չգիտեմ, տեղս չեմ գտնում, ինձ այսպես պոկվեց, նորից մի մասնիկ պոկվեց գնաց։ Բա, այս ձևի տխուր բաներ են լինում։ Դե չգիտեմ, հիմա սրանից հետո ոնց դուրս կգամ այս վիճակից, բայց կարծում եմ ինձ կհասկանաք։ Եկեք աղոթենք իր հոգու հանգստության համար, թող իր բարի հոգին մեզ հետ լինի։ Կայան ջան, այս անգամ որ ասում ասես չէ, այսա լավ չէ։ Չէ, ձայնը պարզ է լսվում, Գայան ջան, լավ ես, ասեց թող քո ասածով լինի, ինք առաջին անգամ ինձ ասեց, որ լավ չի, իսկ միշտ որ ջղայնան մի ասում էի, լավ ես կամ ինչի ես բանը չես անում կամ ես կամ են, տեսանյութերս ասեցի, որ նայում էր, չի ասում էր, տենց նայում եմ էլի, ու սենց ուշադիր լսում էր, նայում էր անընդհատ տեսանյութերս միշտ սենց սկզբից մինչև վերջ ուշադիր, ու որ ես ասում էի դեղին գույնի ինչ-որ մի բան կցանկանամ, ունենամ, այնտեղին մեր աջալը ինքն էր, գնացի իրանց տուն մի անգամ է, ասում հələ տեսես դեղինները հավանում ես, այսինքն մարդը միշտ թեկուս հեռվից մտածել է, լսել է, այլ հարցը դա չի, ճիշտ հասկացեք, հարցը նա չի, ես ինչ տվեցի, ինքը ինչ տվեց, հարցը նա է, որ կա մի մարդ, որ քո մասին մտածում է, որ դու քեզ լավ ես զգում այդ մարդու հետ, որ զգում ես, որ դա անկեղծ իսկական է, մի խոսքով, մեկ անգամ ևս անտերացանք, ինքը հահագի բաներ ասում, բարի էր, իրանից էի սովորել, ասում էր, մամայիդ էլի կամ այդ աղբերներիդ մահվան օրերը, բաներ կար բաժանի, չնայած ես դե տվող եմ, գիտեք, միշտ ցույց եմ տալիս, բայց ոնց որ այդ իրանից այնքան բաներ կա, որ սենց հարգանքի, պատվի, այդ ամեն ինչ իրանց ընտանիքում շատ էր դրված ու ինքը հենց այդ ձևով էր առանցնում։ Տենց բաժանում ասում էի, Գայան ջան, քեզանից տես ինչ եմ սովորել, ասում էր լավ ես անում, տուր իրանց հոգու հանգստության, իրանց փայի էլի, վերջը ինքն էլ էր անում։ Որ խոսեմ շատ կխոզեմ, հիմա ուղղակի գլուխը շատ խառն է, բայց սիրտս պայթում է, ժողովուրդ ջան։ Շատ է պայթում սիրտս ու կներեք, որ միացած ես։ Դե եթե ուրախ օրերի գերս եք դուք էլ, ուրեմն տխուր օրերի ներսել եք։ Լավ մնացեք, առողջ մնացեք, ձեզ պահպանեք, եթե ունեք նման լավ ընկերներ, պին բռնեք, կյանքը կարճ է, ոչ ոք չգիտի թե ում կյանքի թելը որտեղ կհատվի։ Թումանյանի դրամարը էլի սիրում Թումանյանի այդ ասածը, այդ խոսքերը էլի։ Մահը մերն է, մենք մահինը մարդու գործն է միշտ անմահ։ Ժողովուրդ ջան, տեսեք ինչ եղավ, ավարտեցի, վերջացրեցի, որ պիտի վերկենամ գամ անջատեմ հեռախոսս, շրխկ, ծաղկամանը ընկավ, կոտրվեց, ջուրը թափվեց, հազիվ էստեղ արագ չորացրեցի, ահա, էս էլ էս ժողովուրդ ջան, ինչպես ասում են, չարը խափանվեց։